Եթե դուք չեք կարող հաճախակի ձեր սննդակարգում կիրառել հնդկաձավար, ապա մենք ունենք ձեզ համար այլընտրանք աղանդերի տեսքով ու ավելի համեղ, իսկ մանրամասները արտադրության գծով տնօրեն Ալեքսանդր Թումասյանի հետ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք խոսելու ենք պայթեցրած հնդկաձավարի մասին, որը այսօր շուկայում նաև հնդկաձավարի այլընտրանք է համարվում։ Նախ հասկանանք ինչ մշակում է անցնում եւ արդյոք արդյունքում օգտակար հատկությունները չեն պակասում։ Մենք անցկացնում ենք մենակ օտաճնշմային բարձր եղանակով պայթեցում, իր հետ տեղի ունենում մենտամենը կառուցվածքային փոփոխություն, ոչ մի համահոտային հատկություններ չի կորում իր մեջ, ու դրանից եւ մարդու մոտ ավելի ջուրամարս է դառնում իր կառուցվածքային փոփոխության հետ կապված, օգտագործելն է հեշտ։ Այսինքն սովորական հնդկաձավարն է, ոչ մի հավելանյութեր չի պարունակում։ Ոչ մի հավելանյութեր չի պարունակում, ոչ մի կոնսերվանտներ չեն ավելացվում իր մեջ։ Եթե խոսենք թվերով ինչքան է կալորիականությունը եւ օրվա չափաբաժինը առավելագույն ինչքան է թույլատրելի։ Որպես այդպեսին հնդկաձավարի կալորիականությունը դա դասական իշքան որ կա դա է, ոտ 300-ից 310 կիլոկալորիա ինքը պարունակում։ Պայթեցված հնդկաձավարը նաև դիետիկ է եւ կալորիականորեն ավելի պակաս է, քան սովորական հնդկաձավարը։ Ինքը սովորական հնդկաձավարից շատ քիչ բանով է բացի իր կառուցվածքից տարբերվում։ Առողջ կենսակերպ է ստեղծում մարդու օրգանիզմում, հա, մարսողության համակարգի հետ համագործակցելով ինքը մարդուն սկսում է նիարեցնել։ Եվ այնուամենայնիվ երբ շուկայում կա եւ հնդկաձավար եւ պայթեցված հնդկաձավարը, ինչ տարբերություններ կան դրանց միջև ու որին է ավելի հակվածություն տալը պետք։ Շատ լավ նախաճաշ է առավոտյան, շատ շուտ է պատրաստվում, դա աշխատանքի գնալուց առաջ ավելի հարմար է օգտագործելու համար ինքը։ Եվ քանի որ ունի մեծ ծավալ, ինքը շատ շուտ է հագեցնում մարդկանց եւ մինչեւ կեսօր քաղաքացիական զգացում չեք, այո։ Նիհարել ցանկացող մարդիկ հաճախ են տարատեսակ հնդկաձավարային դիետաներ օգտագործում եւ պարզվում է, չնայած բարձր կալորիականությանը 100 գրամում 310 կիլոկալորիա, հնդկաձավարն իսկապես կիսահագեցած ճարպերի հաշվին կարող է խոլեստերինի նվազեցման եւ ավելորդ կիլոգրամներից ազատվելու միջոց դառնալ։ Սակայն անգամ այս դեպքում շաբաթներով հնդկաձավար ուտել ոչ մի սննդաբան չի խրախուսում։ Հնդկաձավարի կարևոր հատկություններից մեկն այն է, որ այն հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք խոչընդոտում են ուռուցքային բջիջների աճին։ Բացի այդ, հնդկաձավարը նվազեցնում է նաև թրոմբոզի առաջացման հավանականությունը, օգնում է մաքրել արյան անոթները, ունի հակախոլեստերինային հատկություն եւ պայքարում է սրտանոթային հիվանդությունների դեմ։ Բժիշկները հնդկաձավարը գնահատում են ռուտինով հագեցած լինելու համար։ Այս նյութը ամրացնում է երակների պատերը, կանգնեցնում արյունահոսությունը, ունի բուժական ներգործություն երակների լայնացման ժամանակ։ Ռուտինն ամրացնում է անգամ ամենափոքր արյունատար անոթը։ Հետևաբար հնդկաձավարի շիլան շատ օգտակար է նրանց, ում քիթը ցուրտ եղանակին կարմրում է։ Հնդկաձավարի օգտակարության ու չափավորության մասին այսքան է։ Եվ սա այն դեպքերից է, երբ հնդկաձավար ուտելը պարտադիր է ցանկացած տարբերակով եւ ցանկացած տարիքում։ Իսկ եթե ինչ-որ բան բաց եք թողել, կարող եք գտնել նաև Շանթի պաշտոնական կայքեջում հարցերն ու ձեզ անհանգստացնող թեմաներն էլ ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին։ Մենք հասանելի ենք ամենուր, չէ՞ որ եթե դուք սպառող եք, մենք ձեր կողքին ենք։